Հուլիսի 11, 2015 թվական, Մեքսիկա, Ալտիպլանո բանդ, Մեքսիկայի ամենապաշտպանված քրեակատարողական հիմնարկ։ Երեկոյան ժամը 9-ին երկրի ամենավտանգավոր կալանավորը մտնում է լոգարան։ Դա վերջին պահն է, երբ նրան ֆիքսում են տեսախցիկները։ 18 րոպե անց նա արդեն գաղտնի թունելում է, կես ժամ անց ազատության մեջ։ Ոչ մի պայթյուն, ոչ մի կրակոց, միայն հատակի մեջ բացված անցք եւ մոտ 1.5 կիլոմետր երկարությամբ թունել, որը տանում էր բանտի տարածքից դուրս գտնվող մի կիսակառույց տուն։ Հարցն այն չէ, թե ինչպես նա փախավ, հարցն այն է, թե ինչպես այս ամենը հնարավոր դարձավ։ Սա հոլիվուդյան ֆիլմի սյուժե չէ, սա իրական պատմություն է, պատմություն ամենաազդեցիկ քրեական առաջնորդներից մեկի մասին։ Սա Էլ Չապոյի պատմությունն է։ Խոակին Արչիվալդո Գուսման Լոերա, կամ ուղղակի Էլ Չապո, Սինալոյայի կարտելի առաջնորդ, մարդ, որի անունը երկար տարիներ համարվում էր անորսալիության խորհրդանիշ։ Մեքսիկայում շատերի համար նա մի կերպար էր, որի ազդեցությունը երկրի վրա հաճախ ավելի ուժեղ էր զգացվում, քան պետական կառույցներինը։ Ըստ տարբեր գնահատականների, նրա գործունեության հետ կարող են կապված լինել տասնյակ հազարավոր մարդկային զոհեր։ Տասնամյակներ շարունակ մեքսիկական իշխանությունները, ԱՄՆ հատուկ ծառայությունները եւ Ինտերպոլը փորձում էին որսալ նրան։ Մի քանի անգամ նրան նույնիսկ հաջողվում է ձերբակալել, բայց շատ ավելի հաճախ Էլ Չապոն կրկին անհետանում էր։ Այս պատմությունը ձգվեց գրեթե 3 տասնամյակ։ 21-րդ դարի սկզբին սոցիալական ցանցերը բուռն աճ էին ապրում։ Հարուստ մարդիկ ավելի ու ավելի հաճախ էին իրենց սոցցանցերում ցուցադրում իրենց շքեղ կյանքը։ Մեքսիկական քրեական խմբավորումների անդամներն էլ բացառություն չէին։ Հանրային դաշտում հայտնվում էին թանկարժեք մեքենաների, ոսկեզօծ զենքերի, մեծ գումարների եւ շքեղ երեկույթների լուսանկարներ։ Բայց երկրի ամենախոշոր եւ ամենաազդեցիկ քրեական կազմակերպություններից մեկի առաջնորդը ուրիշ կերպ էր մտածում։ Այդ պահին նա արդեն մոտ 57 տարեկան էր եւ ամեն ինչից առավել նա գնահատում էր գաղտնապահությունը։ Խոակին Գուսմանը ծնվել է 1957 թվականի ապրիլի 4-ին Մեքսիկայի Սինալոա նահանգի Լատունա լեռնային գյուղում։ Այդ տարածաշրջանը երկար տարիներ համարվում էր Մեքսիկայի նարկոթրաֆիկինգի հիմնական կենտրոններից մեկը։ Լեռներ, դժվարամատչելի ճանապարհներ եւ թույլ պետական վերահսկողություն, իդեալական պայմաններ անօրինական բիզնեսի համար։ Նրա հայրը Էմիլիո Գուսմանը զբաղվում էր գյուղատնտեսությամբ, բայց դա նրա գործունեության միայն մի մասն էր։ Նա նաև ներգրաված էր մարիխուանայի աճեցման եւ վաճառքի մեջ։ Խոակինը ընտանիքի ավագ երեխան էր։ Նա մեծանում էր մի միջավայրում, որտեղ օրենքը հաճախ երկրորդական էր, իսկ գոյատևումը առաջնային։ Վաղ տարիքից նա աշխատում էր հոր ֆերմայում, օգնելով ինչպես օրինական, այնպես էլ ապօրինի գործերում։ Նա չէր ավարտել նույնիսկ տարրական դպրոցը, սակայն կրթության բացակայությունը նրա համար երբեք խոչընդոտ չդարձավ։ Փոխարենը նա շատ արագ սովորեց այն, ինչ այդ միջավայրում ամենակարևորն էր, ինչպես է աշխատում ապօրինի բիզնեսը։ Դեռ երիտասարդ տարիքում նա տեղափոխվում է ավելի բարձր մակարդակի քրեական շրջանակներ։ Նրա մականունը Էլ Չապո իսպաներենից թարգմանաբար նշանակում է կարճահասակ, բայց այդ մականունը ոչ մի կապ չուներ նրա նպատակների հետ։ Նա ուներ հստակ հավակնություններ, նա արագ էր կողմնորոշվում եւ ամենակարևորը նա հասկանում էր, թե ինչպես կառուցել համակարգ, ոչ թե պարզապես լինել դրա մասնակիցը։ Նա աշխատում էր ոչ միայն որպես կատարող, այլ արդեն որպես կազմակերպիչ։ Քայլ առ քայլ նա սկսում է կառուցել իր սեփական ազդեցությունը։ Donde yo me crié, pues no había otra manera ni hay de sobrevivir y pues no había otro camino como sustentarla, cómo llevar a cabo nuestra economía para poder
1980-ականների սկզբին Մեքսիկայում նարկոբիզնեսը կենտրոնացված էր Գվադալախարայի կարտելի հովանու տակ, որը ղեկավարում էին Միգել Անխել Ֆելիքս Գալիարդո, Էրնեստո Ֆոնսեկա Կարիլյո եւ Ռաֆայել Կարո Կինտերոն։ Գուսմանը միանում է հենց այս համակարգին։ Սկզբում որպես կատարող, հետո որպես մարդ, որը հասկանում է, թե ինչպես են աշխատում ճանապարհները։ Նրա հիմնական գործառույթներից մեկը դառնում է մատակարարման շղթաների կազմակերպումը։ Կոլումբիայից եկող կոկաինը պետք էր տեղափոխել ԱՄՆ, եւ հենց Մեքսիկան է դառնում այդ ճանապարհի առանցքային հատվածը։ Գուսմանը արագ հասկանում է ամենակարևորը. այս բիզնեսում ուժը միայն զենքը չէ, ուժը վերահսկողությունն է, ուղիների, մարդկանց եւ տեղեկատվության վերահսկողությունը։ 80-ականների կեսերին նա արդեն պատասխանատու էր կոնկրետ երթուղիների համար, հատկապես օդային եւ ցամաքային ուղիների, որոնք անցնում էին Սինալոայից դեպի ԱՄՆ սահման։ Նա սկսում է օգտագործել նոր մեթոդներ, թաքնված թունելներ, կեղծ բեռնատարներ, կաշառված սահմանապահներ։ Այս փուլում նրա մտածողությունը արդեն տարբերվում էր շատերից։ Մինչ շատերը կենտրոնանում էին արագ շահույթի վրա, Գուսմանը մտածում էր երկարաժամկետ կառուցվածքի մասին։ Նա չէր ուզում պարզապես աշխատել համակարգում, նա ուզում էր վերահսկել այն։ 1985 թվականին իրավիճակը կտրուկ փոխվում է։ ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչության գործակալ Էնրիկե Կիկի Կամարենան առևանգվում է Մեքսիկայում եւ երկարատև տանջանքներից հետո սպանվում է։ Այս դեպքը դառնում է շրջադարձային։ ԱՄՆ-ի ճնշման տակ մեքսիկական իշխանությունները սկսում են լայնածավալ գործողություններ կարտելի դեմ։ 1989 թվականին Միգել Անխել Ֆելիքս Գալիարդոն ձերբակալվում է եւ հենց այս պահից սկսած ամբողջ համակարգը սկսում է բաժանվել։ Գվադալախարայի կարտելը այլևս գոյություն չուներ իր նախկին տեսքով, այն բաժանվում է մի քանի խոշոր խմբավորումների եւ Գուսմանը հայտնվում է ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում։ Նա դառնում է այն մարդը, ով ստանում է վերահսկողություն Սինալոայի ուղղության վրա։ Այս պահից սկսվում է նոր փուլ։ Այժմ նա այլևս պարզապես մասնակից չէ։ Նրա շուրջ սկսում է ձևավորվել մի կառույց, որը հետագայում կկոչվի Սինալոայի կարտել։ Այս փուլում նրա անունը դեռ հայտնի չէր լայն հանրությանը, բայց քրեական միջավայրում նրան արդեն ճանաչում էին։ Նրան ընկալում էին որպես մարդ, որն ունի նպատակ, սառնասրտություն եւ առաջ գնալու ձգտում։ Ամենակարևորը, նա արդեն հասկանում էր, որ այս բիզնեսում ամեն ինչ փողի մասին չէ։ Ամենակարևորը վերահսկողությունն է, եւ այդ պայքարը դեռ նոր էր սկսվում։ 1980-ականների վերջում Խոակին Գուսմանը արդեն ամրապնդում էր իր դիրքերը Մեքսիկայի նարկոբիզնեսում։ Մրցակցությունը կտրուկ սրվում էր։ Խոսքը արդեն ոչ միայն փողի, այլ նաև վերահսկողության մասին էր։ Այդ լարվածության ֆոնին տեղի ունենում մի դրվագ Մեքսիկայի ծովափնյա քաղաքներից մեկում գտնվող դիսկոտեկում։ Գուսմանի խմբավորման մի քանի անդամներ նախապես կտրում են շենք գնացող հեռախոսային կապը, որպեսզի ոչ ոք չկարողանա զանգահարել ոստիկանություն կամ շտապօգնություն։ Դրանից հետո զինված մարդիկ մտնում են ներս։ Նրանց թիրախը հակառակ խմբավորման անդամներն էին, որոնցից Գուսմանը փորձում էր խլել բիզնեսի մի մասը։ Սկսում են կրակել։ Արդյունքում սպանվում է 6 մարդ, բայց բոլոր զոհերը պատահական մարդիկ էին։ Նրանց, ում փորձ էր արվում վերացնել այդ հարձակումով, այդ պահին գտնվում էին առանձնասենյակում եւ կարողանում են փախչել։ Մոտավորապես կես տարի անց տեղի ունենում պատասխան հարվածը։ 1993 թվականի մայիսի 24-ին Խոակին Գուսմանը ժամանում է Մեքսիկայի Գվադալախարա քաղաքի օդանավակայան։ Այդ պահին այնտեղ նրան սպասում էին 20 հոգուց բաղկացած զինված խումբ, որոնք կապված էին Տիխուանայի կարտելի հետ։ Նրանց նպատակը մեկն էր՝ Էլ Չապոն։ Սկսվում է հրաձգություն, ուղիղ օդանավակայանի տարածքում, մարդկանց հոսքի մեջ։ Գուսմանը հասցնում է դուրս պրծնել մեքենայից եւ փախչել։ Նա չի տուժում, սակայն անկառավարելի կրակոցների պատճառով սպանվում է 7 մարդ։ Նրանց թվում էր կաթոլիկ եկեղեցու կարդինալ Խուան Օկամպոն։ Պաշտոնական վարկածով նա սպանվել էր շփոթության արդյունքում, երբ նրան սխալմամբ ընդունել էին որպես Գուսմանի մեքենայի ուղևորներից մեկը։ Այս դեպքը դառնում է խոշոր սկանդալ Մեքսիկայում։ Քրեական հաշվեհարդարը դուրս էր եկել փակ շրջանակներից եւ տեղափոխվել հանրային տարածք։ Այդ պահից Գուսմանի անունը հայտնի է դառնում ոչ միայն քրեական աշխարհին, այլ նաեւ լայն հանրությանը։ Իշխանությունները սկսում են ակտիվ գործողություններ։ Գուսմանը փախչում է Մեքսիկայից եւ փորձում է թաքնվել Գվատեմալայում։
Բայց 1993 թվականի հունիսին նրան ձերբակալում են եւ արտահանձնում Մեքսիկա։ Հենց այս ժամանակ էլ արվում է նրա առաջին հայտնի լուսանկարներից մեկը։ Նրան դատապարտում են 20 տարվա ազատազրկմամբ եւ ուղարկում են Պուենտո Գրանդե բարձր անվտանգության բանտ։ Բանտում նա անցկացնում է 7 տարի, 1993-ից մինչև 2001 թվականը։ Բանտում Գուսմանը ապրում էր արտոնյալ պայմաններում, օգտվելով կաշառված բանտային անձնակազմի աջակցությունից եւ պահպանելով կապը իր կարտելի հետ։ Ըստ հետաքննությունների նրան հասանելի էր բարձրակարգ սնունդ, այդ թվում ծովամթերք։ Նա նաեւ ազատ կազմակերպում էր հանդիպումներ կանանց հետ։ Բանտի համակարգում առկա կոռուպցիան թույլ էր տալիս նրան պահպանել իր դիրքը, բայց ամենակարևորն այն էր, որ նա չէր կորցնում վերահսկողությունը իր բիզնեսի նկատմամբ։ Նա շարունակում էր ղեկավարել նարկոթրաֆիկինգի ցանցը, փոխանցելով հրահանգներ արտաքին աշխարհ։ Նրա մարդիկ շարունակում էին գործել Մեքսիկայի տարբեր շրջաններում։ Այս ընթացքում նրա կազմակերպությունը ոչ թե թուլանում է, այլ ընդլայնվում։ 90-ականների երկրորդ կեսին Սինալոեի ուղղությամբ նրա ազդեցությունը զգալիորեն աճում է։ 2001 թվականի հունվարի 19-ին բանտի աշխատակիցները հայտնաբերում են, որ նրա խուցը դատարկ է։ Պաշտոնական վարկածի համաձայն նա փախել էր թաքնվելով կեղտոտ սպիտակեղենի սայլակի մեջ եւ դուրս բերվել կաշառված աշխատակցի միջոցով։ Բայց Մեքսիկայում լայնորեն տարածված էր նաև այլ կարծիք, ըստ որի այդ պահին Գուսմանը արդեն վերահսկում էր բանտը ամբողջությամբ եւ կարող էր դուրս գալ առանց լուրջ դիմադրության։ Այսպես 8 տարի անց նա կրկին հայտնվում է ազատության մեջ։ Այդ պահից սկսվում է նրա կյանքի նոր փուլը, արդեն ազատության մեջ, բայց նույն խաղի կանոններով։ Փախուստից հետո իշխանությունները կրկին փորձում են բռնել Էլ Չապոյին, սակայն առաջիկա տարիներին նրանք ընդամենը մի քանի անգամ են մոտենում նրան։ 2004 թվականին Էլ Չապոն թաքնվում է Սինալոայի իր ռանչոներից մեկում։ Մեքսիկական բանակը ստանում է տեղեկություն եւ շրջափակում տարածքը, բայց մինչ զինվորները կմտնեին ներս, Գուսմանին հասցնում են լուր այդ մասին եւ նա արագ լքում է ռանչոն եւ փախչում լեռներ։ Այս ընթացքում նրա անձնական կյանքը նույնպես բուռն էր զարգանում։ 2007 թվականին նա արդեն 3-րդ անգամ է ամուսնանում։ Նրա 3-րդ կինն էր Էմմա Կորոնել Այսպուրոն։ Հարսանիքը տեղի է ունենում Սինալոայում, հավաքվում է ամբողջ Մեքսիկայի քրեական ընդհատակը։ Տոնախմբության ամենաթեժ պահին անսպասելի հյուրեր են դառնում նաև մեքսիկական բանակին զինվորները, որոնք ժամանում են ուղաթիռներով։ Բայց այս անգամ էլ Չապոյին հասցնում են նախապես զգուշացնել։ Երբ զինվորները հասնում են, նա արդեն լքել էր տոնախմբության վայրը։ Գուսմանի անորսալիության գլխավոր գործոնը Մեքսիկայում կոռուպցիայի բարձր մակարդակն էր։ Նա կաշառել էր բազմաթիվ պաշտոնյաների, ոստիկանների եւ իշխանության ներկայացուցիչների։ ԱՄՆ թմրանյութերի դեմ պայքարի վարչությունը հաճախ էր տեղեկություն ստանում նրա տեղաշարժերի մասին, բայց չէր կարող ինքնուրույն գործել Մեքսիկայի տարածքում։ Տվյալները փոխանցվում էին մեքսիկացի գործընկերներին, եւ շատ դեպքերում այդ տեղեկատվությունը արտահոսում էր։ Էլ Չապոն նորից ու նորից անհետանում էր վերջին պահին։ Երկրորդ գործոնը վախն էր։ Նույնիսկ նրա կազմակերպության ձերբակալված անդամները չափազանց դժվարությամբ էին ցուցմունք տալիս իրենց ղեկավարի դեմ։ Նրանք հասկանում էին, որ դա վտանգ է ոչ միայն իրենց, այլ նաև իրենց ընտանիքների համար։ Ըստ տարբեր գնահատականների իր գործունեության ընթացքում Գուսմանի անունը կապվում էր տասնյակ հազարավոր սպանությունների հետ։ Եվ վերջապես նրա անորսալիության երրորդ պատճառը լիակատար գաղտնապահությունն էր։ Ժամանակի մեծ մասը նա անցկացնում էր Սինալոեի դժվար անցանելի լեռներում։ Այնտեղ նրան պաշտպանում էր զինված թիկնազորը, քանի դեռ նա մնում էր Սինալոայում, մեքսիկական իշխանությունները գրեթե հնարավորություն չունեին արդյունավետ գործողություն իրականացնելու։ Լեռնային լանդշաֆտը նրա համար ապահով թաքստոց էր։ Նույնիսկ երբ Գուսմանը երբեմն քաղաք էր գնում, օրինակ ռեստորանում ընթրելու, նա օգտագործում էր խիստ անվտանգության միջոցներ։ Սկզբում տեղ էին հասնում նրա թիկնապահները, հավաքում էին այցելուներից հեռախոսները եւ զննում տարածքը։ Դրանից հետո միայն գալիս էր Էլ Չապոն։ Այս զգուշավորությունը պատահական չէր։ Մեքսիկայում նա իրեն զգում էր ավելի ազատ, բայց ԱՄՆ հատուկ ծառայությունները արդեն այլ մակարդակի վտանգ էին, եւ նա դա հաշվի էր առնում։ Նրա խմբավորումը ուներ բարդ կառուցվածք։ Այն կազմված էր առանձին բջիջներից, որոնք աշխատում էին հարաբերականորեն անկախ։ Այս համակարգը թույլ էր տալիս պահպանել վերահսկողությունը եւ նվազեցնել ռիսկերը։
Շատ դեպքերում կարտելի անդամները նույնիսկ անմիջական կապ չունեին նրա հետ։ Ամերիկյան հատուկ ծառայությունները կարողանում էին հետևել բազմաթիվ հեռախոսների եւ հաղորդագրությունների, բայց հասնել հենց Գուսմանին գրեթե անհնար էր։ Այսպիսով 2000-ականների վերջում նա արդեն ամրապնդել էր իր հեղինակությունը որպես մարդ, ում բռնելը չափազանց դժվար էր։ 2010 թվականի սկզբին Խոակին Գուսմանը ակտիվորեն օգտագործում էր BlackBerry հեռախոսներ։ Այդ տարիներին դրանք համարվում էին անվտանգ կապի միջոց, իրենց կոդավորված հաղորդակցության համակարգի շնորհիվ։ Դրանք լայնորեն օգտագործվում էին քրեական միջավայրում, սակայն այդ համակարգը լիովին փակ չէր։ 2012 թվականին ԱՄՆ թմրանյութերի դեմ պայքարի վարչությանը հաջողվում է ստանալ վերահսկողություն Գուսմանի հեռախոսի վրա։ Խոսքը ամբողջական վերահսկողության մասին չէր, բայց դա բավական էր մոտավոր տեղորոշելու նրա գտնվելու վայրը։ Էլ Չապոն Սիրուհու հետ հայտնաբերվում է Լոս Կաբոսում, Մեքսիկայի արևմտյան ափին գտնվող ծովափնյա քաղաքում։ Մեքսիկական ուժայինները արագ տեղաշարժվում են նշված տեղանք, որտեղից արձանագրվել էր կապի ակտիվություն։ Երբ նրանք ներխուժում են ներս, Գուսմանը արդեն հասցրել էր փախնել։ Փախուստի ժամանակ Գուսմանը հասկանում է, որ իր տեղաշարժը համընկնում է զինվորականների գործողությունների հետ, եւ դրա պատճառը BlackBerry հեռախոսն է։ Մի պահ նա փոխանցում է իր հեռախոսը իր թիկնապահներից մեկին եւ ինքը շարժվում է այլ ուղղությամբ։ Ուժայինները գնում են այդ ազդանշանի հետևից։ Այդ դրվագից հետո նա վերջնականապես հասկանում է, որ իր կապը վերահսկվում է։ Այդ դրվագը դառնում է առանցքային։ Այդ պահից նա փոխում է իր վարքագիծը։ Նա դադարեցնում է BlackBerry հեռախոսների օգտագործումը եւ անցնում է ավելի փակ համակարգի։ Հաղորդակցությունը սկսում է իրականացվել միջնորդների միջոցով։ Տեղեկատվությունը փոխանցվում է փուլ առ փուլ, մեկ անձից մյուսին եւ ոչ ոք ամբողջական պատկեր չէր ունենում։ Այս մեխանիզմը նվազեցնում էր ռիսկերը, բայց միևնույն ժամանակ ուժայինները նույնպես հետևություններ են անում։ Գործողությունները հաճախ ձախողվում էին նույնիսկ այն դեպքում, երբ տեղանքը արդեն պարզ էր։ Սա հուշում էր մեկ բան՝ տեղեկատվության արտահոսքը ներսից է։ Ենթադրվում էր, որ Գուսմանը ուներ կապեր ուժային կառույցների ներսում եւ գործողությունների մասին տեղեկությունը կարող էր հասնել նրան նախքան իրականացումը։ Այս դեպքից հետո մոտեցումը փոխվում է։ Մեքսիկական ուժայինները սկսում են գործել փակ ռեժիմով։ Գործողությունների ընթացքում ներգրաված զինվորականներից հավաքում էին հեռախոսները, իսկ կոորդինատները հաճախ փոխանցվում էին միայն վերջին պահին։ Նպատակը մեկն էր՝ կանխել ցանկացած արտահոսք։ Այս փոփոխությունների հիման վրա ձևավորվում է հատուկ ստորաբաժանում, որը կոչվում էր SEMAR։ Այս ստորաբաժանումը գործում էր հատուկ շրջանակում եւ արագ որոշումների հիման վրա։ Այն ստեղծվել էր մեկ խնդրի համար՝ գտնել եւ ձերբակալել Խոակին Գուսմանին։ 2014 թվականին SEMAR-ը պատրաստում է իր ամենախոշոր գործողություններից մեկը, որի կոդային անունն էր Գարգուլիա։ Գլխավոր նպատակը ձերբակալել Խոակին Գուսմանին։ ԱՄՆ թմրանյութերի դեմ պայքարի վարչությունը փոխանցում է հետախուզական տվյալներ նրա հնարավոր գտնվելու վայրի մասին։ Հայտնի էր, որ Գուսմանը գտնվում է Կուլիական քաղաքում։ Ուժայինները մոտենում են այն տանը, որտեղ ըստ տեղեկությունների գտնվում էր Էլ Չապոն։ Մի քանի զինվոր սկսում են կոտրել մուտքի դուռը։ Այդ գործողությունը տևում է բավականին երկար։ Հետագայում պարզվում է, որ դուռը հատուկ կառուցվածք ուներ։ Այն ներսից լցված էր ջրով, որպեսզի դիմանա հարվածներին։ Երբ նրանց հաջողվում է ներս մտնել, տունը դատարկ էր։ Լոգարանում նրանք հայտնաբերում են թաքնված անցուղի։ Լոգարանի խցիկը տեղադրված էր հատուկ մեխանիզմի վրա, որը բարձրացվում էր, բացելով մուտքը դեպի ներքև տանող թունել։ Գործողության սկզբում Գուսմանը դեռ գտնվում էր ներսում, իր թիկնապահների հետ եւ հասցնում է օգտագործել այդ անցուղին եւ փախչել։ Նրանք շարժվում են նեղ թունելով։ Շուտով թունելը միանում է քաղաքային կոյուղու համակարգին։ Երբ SEMAR-ի մարտիկները մտնում են թունել, Գուսմանը եւ նրա մարդիկ արդեն շարժվում էին կոյուղու միջով եւ շուտով դուրս են գալիս քաղաքային հատված։ Սկսվում է լայնածավալ որոնողական գործողություն։ Օգտագործվում էին նաև ուղաթիռներ եւ անօդաչու սարքեր, բայց նրա գտնվելու վայրը պարզել չի հաջողվում։ Ավելի ուշ պարզվում է, որ թունելների համակարգը կապված էր մի քանի առանձնատների հետ։ Սա թույլ էր տալիս արագ փոխել ուղղությունը եւ դուրս գալ տարբեր կետերից։ Ուժայինները հասկանում են, որ նա չի հասցրել հեռանալ շատ հեռու։
Ֆիքսվում է նրա մերձավորներից մեկի հեռախոսի ազդանշանը, որը տանում է դեպի Մասատլան քաղաք։ 2014 թվականի փետրվարի 22-ի վաղ առավոտյան Սեմարի ուժերը շրջապատում են Միրամար հյուրանոցը, որտեղ գտնվում էր Գուսմանը։ Նրանք ներխուժում են շենք, սկսում են խուզարկել համարները, երբ հասնում են 6-րդ հարկ, համարներից մեկում հայտնաբերվում են Էլ Չապոյի թիկնապահները։ Նրանք զինված էին, բայց դիմադրություն չեն ցուցաբերում։ Հաջորդ սենյակում հայտնաբերվում է հենց Էլ Չապոն, կնոջ եւ երեխաների հետ։ Այս անգամ նա չի փորձում փախչել։ Նա հանձնվում է առանց դիմադրության, քմծի ծաղ տալիս եւ ասում. «Չեմ կարող հավատալ, որ դուք ինձ բռնեցիք»։ Նրան տեղափոխում են Մեխիկո։ Նրա ձերբակալությունը լայն արձագանք է ստանում Մեքսիկայում եւ ամբողջ աշխարհում։ Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն այդ մասին պաշտոնական հայտարարություն է անում։ Շատերը չէին հավատում, որ դա իրականում Էլ Չապոն է։ Տասնամյակներով նա գրեթե չէր երևացել հանրային դաշտում։ Իշխանությունները անցկացնում են ԴՆԹ հետազոտություն եւ մատնահետքերի ստուգում։ Արդյունքները հաստատում են նրա ինքնությունը։ Այսպիսով, 2014 թվականին Գուսմանը կրկին հայտնվում է կալանքի տակ։ Ձերբակալությունից հետո Էլ Չապոին տեղափոխում են Մեխիկոյից ոչ հեռու գտնվող Ալտիպլանո բարձր անվտանգության բանտ։ Այստեղ նա գտնվում էր շուրջօրյա տեսահսկողության տակ։ Թվում էր, թե այս անգամ փախուստը անհնար է, բայց Գուսմանը սկսում է պատրաստել նոր փախուստ գրեթե անմիջապես։ Նրան թույլատրվում էր հանդիպել իր փաստաբանների եւ կնոջ Էմայի հետ։ Վերջինս դառնում է կապող օղակ բանտի ներսի եւ արտաքին աշխարհի միջև։ Փախուստի համար կրկին ընտրվում է թունելի տարբերակը։ Բանտից մոտ 1.5 կիլոմետր հեռավորության վրա գտնվում էր կիսակառույց տուն։ Այդտեղից սկսվում են փորման աշխատանքները։ Որպեսզի թունելը հասնի ճիշտ կետին, Գուսմանին փոխանցվում է GPS համակարգ։ Թունելը կառուցվում էր մոտ 1 տարի։ Այն ուներ լուսավորություն եւ օդափոխության համակարգ։ Հատակի վրա անցկացված էին ռելսեր։ Դրանց վրա շարժվում էր հատուկ պատրաստված մոտոցիկլետը, որով իրականացվում էր արագ տեղափոխումը։ 2015 թվականի հուլիսի 11-ի երեկոյան Գուսմանը մտնում է իր բանտախցի լոգարանը։ Այդ հատվածը տեսախցիկների տեսադաշտից դուրս էր։ Նա բացում է անցուղին եւ իջնում թունել։ Այնտեղ նրան սպասում էր իր հանցակիցը։ 18 րոպե անց, երբ պահակները նկատում են, որ նա անհետացել է, նա արդեն դուրս էր եկել բանտի տարածքից։ Թունելից դուրս գալով նրանք հայտնվում են բանտից ոչ հեռու գտնվող կիսակառույց տանը։ Այնուհետև նրան ավտոմեքենայով տեղափոխում են դեպի օդանավակայան, ապա ինքնաթիռով դեպի Սինալոայի լեռներ։ Փախուստի մասին լուրը արագ տարածվում է ամբողջ աշխարհով։ Դա դառնում է լուրջ հարված Մեքսիկայի իշխանությունների հեղինակության համար։ Հասարակության մեջ առաջանում են կասկածներ, ինչպես էր հնարավոր նման փախուստը նման վերահսկողության պայմաններում։ Այս ֆոնին ճնշում է իշխանությունների վրա կտրուկ աճումը։ Մեքսիկայի իշխանությունները սկսում են նոր որոնողական գործողություններ։ Մոտ 1 շաբաթ անց Գուսմանը հանդիպում է իր կազմակերպության ղեկավարներից մի քանիսի հետ։ Նրանք քննարկում էին բիզնեսի հետագա կառավարման հարցերը։ Այս փուլում շատերը կարծում էին, որ իրավիճակը կրկնվելու է, ինչպես 2001 թվականի փախուստից հետո նա կարող էր երկար ժամանակ մնալ ազատության մեջ, բայց տեղի է ունենում անսպասելի զարգացում։ Փախուստից հետո Գուսմանը կապ է հաստատում իր սիրուհու, մեքսիկացի հայտնի դերասանուհի Քեյթ Դել Կաստիլյոյի հետ։ Նրա միջոցով էլ կազմակերպվում է հանդիպում ամերիկացի հայտնի դերասան Շոն Փենի հետ։ Նրա նպատակը իր կյանքի մասին վավերագրական նախագիծ ստեղծելն էր, Շոն Փենի ներգրավմամբ։ Գուսմանը ցանկանում էր, որ իր պատմությունը ներկայացվի ոչ թե իրավապահների կամ լրատվամիջոցների, այլ իր տեսանկյունից։ Դրա համար նա պատրաստ էր անձամբ հանդիպել եւ համագործակցել նախագծի վրա աշխատող մարդկանց հետ։ Շոն Փենը մի քանի ժամ անցկացնում է Գուսմանի հետ։ Հետագայում հրապարակվում է հարցազրույց, որը լուրջ արձագանք է առաջացնում։ Quiero dejar en claro el contenido de esta entrevista es exclusivo para la señorita Kay del Castillo y el señor Sean Penn. Այս դեպքը լայնորեն քննարկվում է ինչպես Մեքսիկայում, այնպես էլ միջազգային մակարդակում։
Կավարկած, որ այս կապը օգնում է հատուկ ծառայություններին ավելի մոտենալ Գուսմանին։ Ժամանակի ընթացքում նրա գտնվելու վայրի մասին տեղեկատվությունը դառնում էր ավելի ճշգրիտ եւ ուժայինները կարողանում էին մոտենալ նրան։ 2016 թվականի հունվարի 8-ին Սեմարը իրականացնում է հատուկ գործողություն Սինալոա նահանգի Լոս Մոչիս քաղաքում։ Գործողության ընթացքում սկսվում է փոխհրաձգություն։ Գուսմանի շրջապատից մի քանի մարդ սպանվում է, մյուսները ձերբակալվում։ Ինքը Գուսմանը չի մասնակցում բախմանը։ Նա անմիջապես հեռանում է, օգտագործելով իր սիրելի փախուստի ուղին՝ թունելները։ Թունելներով շարժվելով նա դուրս է գալիս քաղաք։ Այնտեղ նա առևանգում է մեքենա, սակայն ողջ է թողնում վարորդին։ Վարորդը դիմում է ոստիկանություն եւ հայտնում տեղի ունեցածի մասին եւ ասում է, որ առևանգողը աշխարհի ամենավորոնվող անձն էր՝ Էլ Չապոն։ Ոստիկանները սկսում են որոնում եւ կարճ ժամանակ անց նույն մեքենայով կանգնեցնում են Գուսմանին։ Այս անգամ փախուստ չի լինում։ Նա ձերբակալվում է։ Ձերբակալությունից հետո նրան կրկին տեղափոխում են Ալտիպլանո բանդ, բայց այս անգամ իրավիճակը այլ էր։ Նրա դեմ արդեն գործում էր ոչ միայն Մեքսիկան, այլ նաև ԱՄՆ իրավական համակարգը։ Արտահանձնման գործընթացը սկսված էր եւ դիտարկվում էր որպես առաջնային տարբերակ։ Մեքսիկական իշխանությունները հասկանում էին, որ երկրի ներսում նրան պահելը ռիսկային է, հաշվի առնելով նախորդ փախուստները եւ նրա կապերը։ 2017 թվականի հունվարի 19-ին Խոակին Գուսմանը արտահանձվում է ԱՄՆ։ Նրան տեղափոխում են Նյու Յորք, որտեղ սկսվում է լայնածավալ դատավարությունը։ Դատավարությունը տևում է մի քանի ամիս եւ ներառում է մեծ քանակությամբ ապացույցներ, վկաների ցուցմունքներ, նախկին գործընկերների պատմություններ եւ ֆինանսական հոսքերի տվյալներ։ Գործի շրջանակում ներկայացվում է, թե ինչպես էր կառուցված նրա ղեկավարած համակարգը՝ արտադրություն, տեղափոխում, բաշխում եւ վերահսկողություն։ 2019 թվականի փետրվարի 12-ին դատարանը նրան ճանաչում է մեղավոր բազմաթիվ մեղադրանքներով, ներառյալ թմրանյութերի շրջանառության, սպանությունների եւ կազմակերպված հանցավոր գործունեության համար։ Դատավճիռը ՑՄ ազատազրկում առանց պայմանական ազատման հնարավորության եւ լրացուցիչ 30 տարվա ժամկետ։ Դրանից հետո նա տեղափոխվում է ԱՄՆ-ի Կոլորադո նահանգում ամենախիստ պահպանվող բանտերից մեկը՝ ADX Florence։ Այս փուլում նրա պատմությունը որպես ազատ գործող գործիչ ավարտվում է, բայց համակարգը, որի մասն էր նա, շարունակում է գոյություն ունենալ։ Այսօր Խոակին Արչիվալդո Գուսման Լոերան պատիժը կրում է նույն բանտում։ Նա մեկուսացված է, վերահսկողությունը առավելագույն, փախուստի հնարավորությունը գործնականում 0, բայց նրա պատմությունը այստեղ չի ավարտվում, քանի որ նրա հեռանալը համակարգից ոչ միանշանակ արդյունք տվեց։ Մինչ Գուսմանի ժամանակաշրջանը Մեքսիկայի նարկոկարտելները ավելի կենտրոնացված էին, խոշոր կառույցները վերահսկում էին տարածքները, կար հստակ հիերարխիա եւ որոշ չափով կանխատեսելիություն։ Բռնություն կար, բայց այն հաճախ ենթարկվում էր բիզնեսի տրամաբանությանը։ Գուսմանի ձերբակալությունից հետո իրավիճակը փոխվեց։ Մեծ կարտելները սկսեցին մասնատվել, սկսվեցին ներքին պատերազմներ, նոր խմբավորումները սկսեցին պայքարել վերահսկողության համար։ Այդ գործընթացում հայտնվեցին ավելի ագրեսիվ եւ անկախատեսելի կառույցներ։ Այս նոր սերնդի խմբավորումները ավելի բաց են գործում, ավելի դաժան, ավելի ցուցադրական։ Բռնությունը դառնում է ոչ միայն գործիք, այլ նաև հաղորդագրություն հասարակության համար, իշխանությունների համար, մրցակիցների համար։ Հրապարակային սպանություններ, տեսագրություններ, սոցիալական ցանցերում տարածվող ահաբեկիչ նյութեր։ Սա արդեն այլ մակարդակ է։ Եթե նախկինում համակարգը կառուցված էր վերահսկողության վրա, ապա հիմա այն ավելի հաճախ կառուցված է քաոսի վրա։ Այս իմաստով Էլ Չապոյի հեռանալը ոչ թե թուլացրեց համակարգը, այլ փոխեց այն, դարձրեց ավելի անկանխատեսելի, ավելի վտանգավոր, եւ սա հիմնական տարբերությունն է։ Նրա պատմությունը ավարտվեց բանտում, բայց այն համակարգը, որի մի մասն էր նա, դարձավ ավելի կոշտ, ավելի ագրեսիվ եւ ավելի բարդ վերահսկելի, եւ դա արդեն այլ փուլ է։